Ես այսպիսի հարց ունեմ, պետությունը ունի տրամաբանություն կառավարելու, ինչպես որ տնտեսական, քաղաքացիական, քրեական դատավարության հատվածում, օրինակ ես ուզում եմ մի քանի օրինակներ բերել, որը որ շատ է վնասում մեր այդ տրամաբանությանը։ Առաջինը տնտեսականով անպատկերացնելու թվերով դատական ակտեր կան, որոնք որ պետք է վերջնական փուլ հասնեն, չեն հասնում, դատարաններում հետաձգվում են, դրանք մոտավորապես հասնում են $1 միլիարդ արժողության հետ առնչվող գույքերի։ Այդ $1 միլիարդը պետք է գեներացիա ապավի երկրին, պետք է հարկեր վճարվի։ Եվ անտրամաբանական որոշումներ են կայացվում, որոշում է կայացվում մարդու սեփականությունը ուրիշն էլ օգտագործի։ Մոնիտորինգ կա, որ սա տնտեսականով եմ ասում։ Ինչ մոնիտորինգ կա, որ դատավոր եթե տենց որոշում է կայացել, կամ տեսնում եք, որ դա արհեստական ձգձգում է, то պետությանը շատ մեծ վնաս է։ Ոնց անենք դրանք այդ մոնիտորինգի տակ վերցնենք, որպեսզի դրանք արագ լուծվի։ Սա առաջինը, մյուսը քրեական դատավարության մասով ցանկացած որոշում, ցանկացած դատավոր կայացնելուց դա շատ արագ տարածվում է այդ քրեական մտածելակերպի վրա, որը ստեղ հեշտությամբ այս մարդը դուրս մնաց։ Ու մարդկանց մոտ հնարավորություն է առաջանում, որ կարող է ինքն էլ դուրս մնա կամ ինքն էլ հնարավոր այդ պատիժը չստանա։ Սրանք շատ կարևոր են մեր պետության կայացման, զարգացման համար։ Ուզում եմ ձեր կարծիքը կարող ավելի լավ գործիքներ ունեք դուք կամ մտածում եք ոնց, եթե հասնեք ԲԴԽ-ին ոնց եք այդ խնդիրները լուծելու կամ ինչ կարգի Առաջին հարցի վերաբերյալ նշեմ, որ դատական եւ իրավական բարեփոխումների շրջանակում Հայաստանում արդեն գործում է արբիտրաժի եւ հաշտարարության կենտրոնը, որը էապես թեթևացնելու է եւ արդեն թեթևացրել է որոշակի չափով։ Առաջիկայում, քանի որ դա նոր է, մենք առաջիկայում կտեսնենք դրա արդյունքները, այս տնտեսական վեճերի ոլորտը եւ ուրեմն դատարանների բեռը Եվ սա շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության համար եւ դատական համակարգի համար ու բիզնես ոլորտի մեր գործընկերների համար, որովհետեւ այս գործիքի միջոցով մենք կարողանալու ենք հասնել նրան, որ այդ ժամկետները կկրճատվեն եւ այդ հետևանքները, որոնք վերաբերում են բավականին մեծ ֆինանսական կորուստներին, տեղի չեն ունենա։ Ինչ վերաբերում է քրեական արդարադատությանը, ես քիչ առաջ նշեցի, որ դատական դեպարտամենտում գործում է մոնիտորինգի եւ վերլուծության վարչություն։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր գործիքներից մեկը դա է, որ այս վարչության գործիքակազմը ուժեղանա, կարողությունները ուժեղացվեն եւ այդ բոլոր հետազոտություններն ու մոնիտորինգը արվի տվյալ վարչության կողմից։ Եթե մենք կարողանանք այդ մոնիտորինգը անել, մենք կարողանանք համապատասխան վերլուծությունները անել, մենք կկարողանանք նաեւ գնահատել, օրինակ ինչպես ստացվեց, որ միևնույն փաստական հանգամանքների դեպքում նույն դատավորը տարբեր որոշումներ կայացրեց եւ մի դեպքում պետությանը պատճառվեց ահռելի վնասներ, իսկ մյուս դեպքում ոչ։ Մենք չպիտի մոռանանք նաև մի շատ կարևոր գործոն, որ Հայաստանի Հանրապետությունում ներպետական դատական պաշտպանությունը սպառելու դեպքում դատավարության կողմը իրավունք ունի դիմելու մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իսկ միեդի վճիրները Հայաստանի դեմ կայացված միեդի յուրաքանչյուր վճիր դա ուղիղ հարված է հարկատուի գրպանին։ Մեզնից յուրաքանչյուրի գրպանին։ Շնորհակալ եմ։ Արձագանք Շնորհակալություն միայն հարկատուի գրպանին չէ եւ Հայաստանի Հանրապետության իմիջին նույնպես մեր վարկանիշն է ընկնում։ Ես մի այսպիսի խնդրանք ունեմ եւ սա որպես կոչ, որ դատաիրավական համակարգը ամբողջ մի բան պատկերացնի, այն տրամաբանության մեջ լինի, որը որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, քաղաքական համակարգը բոլորս ձգտում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այս տրամաբանությամբ երկիր։ Հիմա չի կարա մարդիկ, որոնք որ ինչ-որ մի աշխատանք են կատարում, նստած ծրագիր են գրում, շատ լավ ապրում են, բայց հենց դուրս են գալիս, առնչվում են պետական այս կամ այն դատական կամ այլ համակարգերի հետ, սկսում է իրանց արդեն դժբախտ օրերը։ Շնորհակալություն այսքանը։ Ձեզ նույնպես։